Գումարվեց հերթական նիստը, քննվեցին անօթևանների գործերն ու հստակեցվեցին մերժումները։ Գյումրեցի 121 անօթևան հանձնաժողովի կողմից ստացավ բացասական պատասխան։ Նրանք բնակարաններ չեն ստանա։ Մինչ նոյեմբերի 1-ը 381 շահառու է բնակարանային գործ հանձնել հանձնաժողովին։ Ներկապահին քննվում է դրանցից 282-ը։ 4 սենյականոց բնակարանների հավակնորդների գործերի քննությունը ավարտված է, փաթեթը ամբողջական է։ Դեկտեմբերի 15-ից 20-ը ուրեմն վիճակահանություն կլինի 4 սենյականոց բնակարանների հավակնորդների միջև։ Դրանից հետո արդեն կուսումնասիրենք 2-3 մեկ սենյականոցներ։ Մինչ բոլոր բնակարանային գործերը մանրամասն չուսումնասիրվեն, հանձնաժողովը մյուս սենյակներով բնակարանների վիճակահանության քայլը չի կատարի։ Ներկապահին հանձնաժողովականների ձեռքի տակ 1000-ից ավել թերի փաստաթղթերով փաթեթներ կան։ Տարբեր տեսակի թերություններ են, այնպես չի, որ ասենք կոնկրետ է, սա այն պահանջվող փաստաթղթերը, որ մենք ի սկզբանե ուզել ենք, նորից այդ նույն թղթերն ենք սեփականություն չունենալու վերաբերյալ տեղեկանք, այս ընթացքում բնակարան ունեցել են, թե եթե ունեցել են, օտարել են, թե ոչ, նման կարգի հիմնականում փաստաթղթեր են։ Խնդիրներ կան նաև կապված կադաստրային անճշտությունների հետ։ Գյումրեցի անօթևանի անուն ազգանվան համընկնումներով մայրաքաղաքում կամ հանրապետության մեկ այլ վայրում սեփականատերեր են ի հայտ գալիս։ Սա ևս հստակեցման փուլում է։ Դեպքերը շատ են եղել, որ իրոք համընկել են եւ մեր կողմից լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քաղաքացին Երևան քաղաքում կամ հանրապետության այլ բնակավայրում սեփականություն չունի։ Դրանից հետո դնում ենք հանձնաժողով եւ ընտանիքին շահառու ենք ճանաչում։ Դեպքեր եղել են, որ իսկապես ուսումնասիրել են եւ պարզվել է, որ նա այլ բնակավայրում սեփականություն ունի եւ նրան որպես շահառու չենք ճանաչել։ Կադաստրային անճշտությունների հստակեցումը իրականացնում է քաղաքաշինության նախարարության համապատասխան բաժինը։ Ըստ նախարարի, սակայն եղել են դեպքեր, երբ անօթևանը ինքն է փորձում գտնել իր անվանակիցներին։ Քաղաքացու իրավունքը չի դա, բայց եթե ցանկություն անվանում դեպքեր եղել են, որ քաղաքացին ասել է ես ինքս կգնամ, կհիմնավորեմ, մենք դա ընդունել ենք։ Իսկ այն գյումրեցիները, ովքեր 2010-ին են բնակարաններ ստացել, բազմանդամ չեն եւ շարունակում են ապրել տնակներում, շուտով անհանգստանալու առիթ կունենան։ Ներկապահին հանձնաժողովի համար առաջնային է փաթեթների հստակեցումը։ Գործընթացի ավարտից հետո հերթը կհասնի տնակասերներին։ Դրանց էլ կանդրադառնանք կամ բնակարանում կգնան, կբնակվեն տնակը հանձնելու պայմանով կամ ընդեղից էլ կզրկվեն։ Արմենուհի Մինասյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։